Երկու կարճ հարց, նախ այն ջրասուզակ Վահե Մելքոնյանին կարող է պատրաստում եք որևէ ձևով խրախուսել, պարգևատրել, որովհետև իրոք հերոսական գործ արել է տղան, ու ասում են շատ ցածր աշխատավարձ է ստանում։ Երկրորդը Պուտինը այդպես էլ չշնորհավորեց ձեզ, երևի սպասում է ՍԴ-ի որոշման արդյունքներին, սահմանափակումներն էլ արտահանման շարունակում են մնալ եւ խնդիրներ ստեղծել, սա ձեզ մտահոգում է թե ոչ երկու մասով էլ։ Եվ Ծառուկյանի եւ մյուսների բիզնեսները առերևույթ քաղաքական հրահանգներով փակելով, օրինակ Շանգրիլա մյուսները, դուք գնահատել եք այդ վնասը ինչքան է լինելու մեր տնտեսության վրա, որ այդքան հարկ չվճարեն, այդքան աշխատատեղ կորցվի եւ այլն։ Ընդհանրապես ձեր անձնական, այսպես ասած, ամբիցիաների կամ ձեր քաղաքական թիմի խոստումների համար, որ տալիս եք։ Եվ մի բան էլ, հարցս հայ-թուրքական հարաբերություններին է վերաբերում, դրա մեջ մի քիչ անձնական, մի քիչ 18+ու գծիկ կրկոտ երանգ կա, փորձեմ հնարավորինս կոռեկտ ձևակերպել։ Ուրեմն տեսեք, ձեր աջակիցները ինձ ասում են, որ ես Ծառուկյանի ջրասուզակը Ծառուկյանը եւ Պուտինն ու արտահանումը։ Այս չորրորդը մի քիչ տենց 18+-ոտ է, բայց բան է, դե կրկոտը տրենդի մեջ է, ոչինչ։ Ձեր աջակիցները ասում են, որ ես իրավունք չունեմ, ինչ որ գնացի նախորդ նիստից հետո, ես գնացի Ստամբուլ, Թուրքիա, մեր պապերի երկիրը, տեսնեմ ինչ կա, մյուս կողմից մասիցը նայեմ, գամ։ Գնացի եկա, ինձ քննադատում են, ասում են դու ինչ ես գնացել Ստամբուլ, եկել ես մեր վարչապետին էլ հարց չտաս։ Ինչու, որովհետև ես այնտեղ նավի վրա փորձել եմ ժամանակ անցկացնել, այդտեղ շոու ծրագիր էր, մի մեր կապարոյի բավականին կրկոտ էր պարոն իդեպ, ձեր ելույթներին չի հասնի, բայց դե մոտեցավ այդ որպես ռետոր։ Եկավ, բարեց, ես էլ գումար տվեցի, գնաց։ Հիմա ձեր աջակիցները, ընդ որում մարդիկ, որոնք որ ըստ տեղեկությունների ասում են մարմնավաճառությամբ են զբաղվել Թուրքիայում, եկել այստեղ բլոգերություն են անում, իսկ քննադատում են բարոյ խրատական դասեր են տալիս, թե այ դու որ գնացել ես այնտեղ մի վարքան, դու գնացել ես այնտեղ Ստամբուլում, տեղ զվարճացել ես եկել ես, իրավունք չունես մեր վարչապետին հարց տալու։ Երևի նեղվել են, որ ոչ թե ես եմ մերկացել, ապարել ինձ փող են տվել, այլ հակառակը, երևի դրանից է նեղվել, այլ թուրքերն են մերկացել, ես եմ փող տվել։ Հիմա ստացվում է, որ իրենք ձեզ ասոցացնում են Թուրքիայի հետ, եւ կամ դուք դարձել եք Թուրքիայի խորհրդանիշը ըստ ձեր աջակիցների։ Հիմա մի հատ հասկանանք հայ-թուրքական հարաբերությունները դուք այսպես եք պատկերացնում, որ մարդիկ գնան Ստամբուլ տուրիստական այցով հետ կան, հարցակվեն այդ մարդու վրա, ասեն ինչ ես գնացել, կամ այսինքն եթե ես դեռ հարց եմ տալիս, չպետք է գնամ Թուրքիա, իսկ եթե գնացել եմ Ստամբուլ, պիտի կամ ստեղ հարց չտամ, այդ ինչ սինխրոնիզացիա է ձեր եւ Թուրքիայի միջեւ, որ ձեր աջակիցները տան։ Անկեղծ ասած, ձեր տրամաբանությունից ես պատճառահետևանքային կապը չհասկացա, թե ինչ կապ ուներ, որ ես Թուրքիայի կամ ինչ։ Դե փաստ կա ակնհայտորեն, որ դուք հիմա ինձ հարց տվեցիք, չէ՞, հետեւաբար ինչ։ Ինչ որ եւ եթե ամեն շաբաթ ռիսկի եք դիմում, ուրեմն ռիսկ չկա։ Այսինքն ռիսկի դիմում են այն ժամանակ, երբ որ տենց մի անգամ, այսինքն հիմա դուք եք ասեք ամեն շաբաթ ձեր ռիսկով գալիս եք ստեղ